Բարոձս հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1153-րդ օրն է։ Ձեզ համար նորից կարճ, բայց հագեցած եթեր եմ պատրաստել։ Նախ իմ կողմից ասեմ, որ անչափ շնորհակալ եմ ձեր սրտանց եւ ոգեվորող մեկնաբանությունների համար, ձեր լայքերի եւ մեր եթերները տարածելու համար շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ինչպես միշտ, եկեք սկսենք ռազմաճակատի նորություններով։ Ռազմաճակատում բախումները շարունակվում էին, չնայած այսպես կոչված զինադադարին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսները խախտել են Զատկի զինադադարը 2935 անգամ, իսկ ապրիլի 20-ի ընթացքում ռուսները Պոկրովսկի ուղղությամբ գրոհել են 40 անգամ եւ 1882 անգամ գնդակոծել Ուկրաինայի պաշտպանության դիրքերն ու բնակավայրերը։ Ինչ հետաքրքիր զինադադար է, չէ՞։ Մարտերը շարունակվում են նաեւ Ռուսաստանի տարածքում, Կուրսկի եւ Բելգրադի մարզերում, իսկ Կուրսկի մարզում, որը Պուտինը մեկ օր առաջ հերթական անգամ ազատագրված է անվանել, գերի են ընկել 9 ռուս զինծառայողներ։ Հետաքրքիր է, չէ՞, թե ինչպես են ռուսները իրենք հայտնվում գերության մեջ այսպես կոչված ազատագրված տարածքներում։ Ռուսական նահանջը Պոկրովսկի մոտ շարունակվում է, ռուս ագրեսորները նահանջում են Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի արևմտյան կողմից։ Վստահ եմ ձեզանից շատերը արդեն տեսել են կադրերը մեր Telegram-յան ալիքում։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 96 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են տասնյակ տարածքների, որտեղ կենտրոնացած էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 670 ռուս զավթիչ եւ ավելի քան 100 միավոր տեխնիկա։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստներն արդեն կազմել են 941770 զավթիչ, իսկ ռուսները կրկին գիշերը փորձել են խախտել ուկրաինացիների տներում տիրող անդորը հրթիռների եւ անօդաչու սարքերի հարվածներով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել Հռոմի Պապի մահվան կապակցությամբ։ Նրա խոսքով Ֆրանցիսկոսը միշտ աղոթել է Ուկրաինայի եւ ուկրաինացիների խաղաղության համար։ Ես կարծես ռուս գերիների մասին խոսելուց էկրանին նրանց նկարը ցույց չտվեցի, հիմա ցույց եմ տալիս, կարող եք տեսնել։ Վերջին ժամանակներս ռուսական ավիացիան նորից սկսել է մեծ քանակությամբ ռումբեր եւ հրթիռներ գցել իր սեփական տարածքում, հատկապես Բելգրադի մարզում։ Առնվազն 59 ավիառումբ եւ 3 հրթիռներ են ընկել ռուսական ինքնաթիռներից Ռուսաստանի եւ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքների վրա 2025 թվականի սկզբից։ Ռուսական ինքնաթիռները մի քանի օրվա ընթացքում 8 ավիառումբ են նետել Բելգրադի մարզի վրա։ Ապրիլի 11-ից 14 ընկած ժամանակահատվածում առնվազն 8 ծանր ՖԱԲ ռումբ է անզգուշորեն, այսպես ասած, նետվել ռուսական ինքնաթիռներից, որոնք բոլորն ընկել են Բելգրադի մարզի տարածքում։ Իրենք կամ անզգուշորեն են անվանում կամ գցում են ուկրաինական կողմի վրա մեղքը, բայց սա հենց իրենց ռումբերն ու իրենց հրթիռներն են։ Այս ամենը խոսում է ոչ միայն ռուս զինվորականների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, այլև ռուսական ավիացիոն տեխնիկայի մաշվածության մասին։ Այս ամենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունք է։ Իհարկե Պուտինյան քարոզչությունը փորձում է ձևացնել, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ ըստ ծրագրի, բայց թվերն այլ բանի մասին են խոսում։ Ժամանակակից ռուսական ինքնաթիռների մեծ մասը, ներառյալ Su-30-ը, Su-35-ը, Su-34-ը եւ նույնիսկ Su-57-ը մեծապես կախված են արևմտյան բաղադրիչներից։ Պատժամիջոցների ներքո Ռուսաստանը 23 թվականին կարողացել է ծրագրված 55 ինքնաթիռներից արտադրել միայն 28-ը։ Խոսքը Su-35, Su-34, Su-30 ինքնաթիռների մասին է, այսպիսով նախատեսվում էր արտադրել 7 Su-57, բայց արտադրվել է ընդամենը 4-ը, իսկ պլանի ամենամեծ թերակատարումը եղել է Su-34-ի մասով, քանի որ ռուսները պետք է արտադրեին 12 միավոր, իսկ իրականում արտադրել են 6 միավոր։ Փորձագետների կարծիքով այս ամենն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետ, չնայած ետ չեն մնում նաև Ուկրաինայի զինված ուժերը, որոնց հմուտ աշխատանքը նվազեցնում է փորձառու ռուս օդաչուների թիվը, նրանք ոչնչացվում են ինչպես երկնքում, այնպես էլ գետնի վրա։ Եվս մեկ կարևոր թեմա, որ այսօր ուզում եի ձեզ ներկայացնել, ինչու է Պուտինը այդքան կարճած Թրամփի խաղաղարարությունից, ինչու է Պուտինը այդքան կարճած Թրամփից։ Շատ վերլուծաբաններ համոզված են, որ Պուտինը գնացել է այսպես կոչված Զատիկի հրադադարին, որպիսի չբարկացնի Թրամփին։ Սակայն միևնույն ժամանակ կան նաև վերլուծաբաններ, որոնք համոզված են, որ Պուտինը վախենում է, որ Թրամփը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցությունների գործընթացից։ Նրանցից մեկը ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից Միք Ռայանն է,
ով թվարկել է այն պատճառները, թե ինչու է Պուտինին անհրաժեշտ Թրամփը։ Այսպես կոչված Զատկի հրադադարը Ռայանը կոչել է ցինիկ քայլ այն մարդու կողմից, ով արդեն 4-րդ տարին է վարում է ագրեսիվ պատերազմ, այդ իսկ պատճառով վերլուծաբանները մերժում են Պուտինի կողմից հումանիստական որևիցե դրդապատճառ։ Ռայանը նաև վստահ է, որ Պուտինը գնացել է 30-ժամյա հրադադարի Թրամփի եւ Ռուբիոյի որոշման պատճառով դուրս գալ Ուկրաինայի շուրջ բանակցություններից։ Ռայանի խոսքերով Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է երկար պահել ամերիկյան բանակցային գործընթացում 3 պատճառներով։ Առաջինը եւ ամենակարևորը հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆն անընդհատ կրկնում է Կրեմլի նարատիվները, առաջարկելով հանձնել ուկրաինական տարածքները Մոսկվային առանց Ռուսաստանի կողմից փոխադարձ պարտավորությունների։ Պուտինի համար ձեռնտու է, որ Ուիտկոֆի նման մարդիկ մնան բանակցային գործընթացում, քանի որ դա ժամանակ եւ ռեսուրս է խլում Եվրոմիությունից եւ Ուկրաինայից։ Հակառակ դեպքում Բրյուսելը եւ Կիևը կարող են այդ ընթացքում ուժեղացնել համատեղ ճնշումը Կրեմլի վրա։ Ավելին, քանի դեռ Վաշինգտոնը մնում է խաղի մեջ, Պուտինին հաջողվում է շարունակել պառակտում սերմանել Ամերիկայի, Եվրոմիության եւ Ուկրաինայի միջև։ Մեջբերեմ, Պուտինը խորամանկ, բայց չար դերակատար է, ասել է Ռայանը։ Նա շարունակելու է պատերազմը, քանի որ հավատում է, որ դեռ կարող է հաղթել, սակայն Արևմուտքը պետք է համոզի ռուս բռնապետին հակառակում։ Հետաքրքիր զարգացում էր մի տարածաշրջանից, որտեղ եւ Ուկրաինան են եւ Հայաստանը Թուրքիան կարող է Ադրբեջանին խաղից հանել։ 25 թվականի ապրիլի երկրորդ կեսի գլխավոր լուրերից մեկը Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարի հայտարարությունն էր, որ Սաքարիա հանքավայրից օրական բնական գազի արդյունահանումը կազմում է 9.5 միլիոն խորանարդ մետր, իսկ մինչև 2028 թվականը Սաքարիա գազի հանքավայրում օրական արդյունահանումը պետք է հասնի 40 միլիոն խորանարդ մետրի։ Եթե կարճ ասեմ, սա անհամեմատ շատ է Ադրբեջանից։ Սա նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն ինքնաբավ կդառնա գազամատակարարման հարցում, այլև կարող է ակտիվորեն գազ արտահանել։ Ինչպես հիշում եք, Թուրքիան ամբիցիաներ ուներ գազային հաբ դառնալու, իսկ հիմա արդեն սեփական գազի վրա հիմնված նա կարող է իր ծրագրերը իրականացնել, քանի որ Թուրքիայում հայտնաբերված գազի հանքավայրերն անհամեմատ ավելի ճիշտ մի քանի անգամ գերազանցում են Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալները, Բաքուն ոչ միայն կորցնում է էներգիա մատակարարողի իր դերը, այլև ստիպված կլինի զսպել իր հավակնությունները, որոնք չեն կարող չազդել երկրի վարքի եւ արտաքին աշխարհի ընկալման վրա։ Թուրքիան ցանկացած պահին կարող է Ադրբեջանին խաղից հանել, պատժել եւ այդ հանգամանքը չի կարող չազդել նաեւ երկու երկրների հարաբերությունների վրա։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը իր դիրքը, իր գազի եւ նավթի մատակարարումները շատ է շահարկել Թուրքիայի հետ հարաբերություններում եւ հիմա հակառակ հնարավորությունն է ընձեռնվում Անկարային։ Այս առումով, եթե Հայաստանի իշխանությունները վարեն սուբյեկտային քաղաքականություն, բավականին լավ հեռանկարներ կարող ենք ունենալ տարածաշրջանում Հայաստանի դերի ամրապնդման առումով, այստեղ գլխավորը մեզ անճար չհամարելն է եւ մեր ազգային շահերը չզիջելը։ Հուսանք, որ Հայաստանին դա կհաջողվի, եթե ոչ այս իշխանությունների օրոք, ապա հաջորդ։ Չի ուզենա շատ երկարացնել մեր երկուշաբթի օրվա եթերը, այսքանով ավարտեմ, ձեզ լավ երեկո եմ մաղթում։